Չէ, ես պարապ չեմ, ինձ որդում է։ Ահա այսպիսի անտարբերության հետևանք է, որ Ստեփանավանի ալեա կոչվող զբոսայգին տեղ-տեղ սեփականաշնորհված է։ Ալեան առողջարար է համարվում։ Ամեն տարի այստեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս թե Հայաստանի տարբեր հատվածներից, թե այլ երկրներից։ Նույնիսկ զբոսայգու մոտակա տարածքում բնակարան են վարձում իրենց հանգիստն առողջ մթնոլորտում անցկացնելու համար։ Մինասյանների ընտանիքն ամեն տարի Երևանից Ստեփանավան է գալիս հանգստանալու։ Երեխաների համար այստեղ օդն օգտակար է, ասում է Մարիամ Սարգսյանը։ Բայց եթե այգու տարածքում շարունակվի նոր շինությունների կառուցումը ծառերի թվաքանակի կրճատման հաշվին, հաջորդ տարի գուցե մեկ այլ բնակավայր ընտրեն հանգստի համար։ Մարմիններ չկան, էկոլոգիական վերահսկում եւ այլն, իրանք են չէ՞ տես բաներով զբաղվում, նայում քաղաքապետարան կա եւ այլն, եթե թույլ են տալիս, երևի չափել ձևել են այդ տիպի հարցերը։ Մեզ անձամբ դուր չի գալիս։ Պետք է պահանջեն երևի հաշվետվություն, թե դա ինչպես է արվում։ Եթե պարզեն ինչ-որ անօրինական համաձայնություն ձեր ասած պատկանարներ, կարող են պայքարել, արգելել եւ այլն։ Ոնց որ Հայաստանի մեջ վայրերում հաճախ կատարվում է։ Ստեփանավանի բնակիչներն անակնկալի են եկել, երբ տեսել են, որ այգու մի հատված պարիսպապատվել է, պարիսպների հետևում թողնելով մեծ թվաքանակով ծառեր։ Ըստ բնակիչների, պարիսպների կառուցման հատվածում նաև ծառահատում է իրականացվել։ Այս մասին են վկայում նաև այդ հատվածում առկա արմատախիլ եղած ծառերի մնացորդները։ Դուք չեք նայում, զաբորը 2 մետրանոց ավել զաբորը, ծառները կտրել են, ծառեն մեջ է գցե, ես չգիտեմ, ես ինչ բան է։ Այդ այգու հաշվին հանգստացողներ էին գալիս։ Իսկ եմիք զաբոր են քաշել, ոչ մի բան չի լինի։ Ինչ որ մեկը սեփականացրել է, շատ վատ բան արել։ Ինքը մինիստրը դրամատ ունեն սարքում ու 3 մետրի վրա ցանկապատ են անում գրուկում, հետո ներսում ինչ որ սենյակներ։ Մինիստրը, ինչ մինիստրը։ Ես մոռացել եմ։ Երևանում ինքը ապրում մեր քաղաքապետի շնորհիվավոր կառուցվում է, բայց իրան համար է։ Այգու պարիսպապատված տարածքը պատկանում է Աշոտ Բոչոլյանին, ով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կնոջ եղբայրն է։ Այդ տարածքում շինարարություն սկսելու թույլտվությունը տրվել է Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից։ Նշենք նաև, որ մեր նկարահանումների ընթացքում մեզ շարունակ հետևում էր 2 մեքենա։ Մեր կողմից հարցված բնակիչներն էլ երկրորդ անգամ են հարցվել, այս անգամ արդեն մեր մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Մինչ Ալավերդի հասնելը զանգ ստացանք։ Ծանոթների միջոցով փորձում էին բարձել, թե ինչ նպատակով ենք իրականացրել այդ նկարահանումը եւ արդյոք պատրաստվում ենք հրապարակել այն։ Էմմա Պետրոսյան, լուրեր։